Գրեթե այո, շնորհակալ եմ։ Ավարտեմ։ 8 տարի առաջ իշխանության եկել մարդ, ով այսքան բան խոստանալուց հետո մենք այսօր տեսնում ենք, որ մեր ժողովրդին համերաշխություն է պետք, անգամ լրագրողական համայնք։ Այս մարդկանց փոփոխության համար մենք հայ ժողովրդին, բոլոր ընդդիմադիրներին կոչ ենք անում, բոլոր ընդդիմադիր հայացքով մեր հայրենակիցներին, ժողովուրդ ջան, ժյուրի մրցույթ չի, մենք պայքարում ենք, մեր հայրենիքն է, բայց մենակ մեր հայրենիքը չի, ձեր հայրենիքն էլ է, մտել ենք այս պայքարի մեջ, մինչև վերջ պայքարում ենք, մասնակցեք, աջակցեք, իրար հետ փոխենք, փոփոխություն է պետք, այս մարդկանց ճամփել է պետք, իրանք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ, կռիվ են մտցնում շրջապատում, ուր հայտնվում են ձախողում կա, միակ հաջողությունը պարտք վերցնել ծախելն է, պետքա փոխենք, պետքա այս շենքը չլինի տխրություն հիշեցնող, ստրեսներ հիշեցնող, պարտություն հիշեցնող շենք, այս շենքը պետքա լինի մարդկանց համար հույսի տեղ, մենք վերադառնալու ենք այստեղ 1.5 ամսից եւ այդ ժամանակ մենք սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը։ Պարոն Կարապետյան, եթե կարելի է 24 ժամ ժամանակ է տվել, եթե տեսանյութը տեսել եք, ձեր գրառումից հետո, ասում է Նարեկ Կարապետյանին 24 ժամ ժամանակ է տալի, ինչու այդպեսի խոսույթով խոսում ու իմ անունը չի նշում, ասում է, որ բախվում եք, գուցե ձեր հաստաբաններն են խոստվել, որ իր անունը չնշեք, խնդիրներ չունենաք։ Այդ ձեր գրառման խոսքը խաղատների հետ կապված։ Շատ լավ, տեսեք, չեմ Մարդը երևի չի պատկերացնում, որ ինքը չէ, ինքն էլ մի հատ ուրիշ գործիչ էլ կա, ինչ որ ժամանակ տալու հետ կապված բաներ ունեին։ Իրենք չեն ժամանակ տվողը, իրենք իհարկե մեզանից ժամանակ խլողներն են։ Իրենք խլել են մեր ժողովրդից բազմաթիվ 24 ժամեր։ Իրանց ներկայությամբ իրենք ելնում են, իրանց լավ զուգված, զարդարված ման են գալի, ժողովրդին հույս են ծախում, վերջում մարդիկ մնում են իրանց խրճիթներում, իրանք էլ ամեն տարի ավելի բարեկեցիկ են ապրում։ Իրեն պատասխանել եմ, անունն էլ նշել եմ, հետո էլ նեղացել է, որ անունն եմ նշել։ Ես չգիտեմ ինչից ոնց ասենք։ Նշել եմ անունը հետո։ Խլելուց խոսեցիք, հեծը խլելու մասին։ Տեսեք, մի հատ ուրիշ բան, երկրորդ պոստում նաև ներկայացրել եմ խաղատների հետ կապված, օնլայն կազինոների հետ կապված։ Մեր առաջարկն է սահմանափակել խաղադրույքների չափը, փոքր չափեր դնել, որպեսզի մարդիկ տները չկրվեն, բիզնեսները չկրվեն, իրենց ամենօրյա աշխատավարձը չկրվեն։ Դա վատ բան է։ Եթե վատ բան է, թող ասեն վատ բան է։ Ինչու է ինքը ամեն անգամ բերում այդ օրենքները փոխում ու 20 միլիարդ դոլար խաղադրույքներ են արել։ Երկրի հնան 30 միլիարդ դոլար է ժողովուրդ։ 20 միլիարդ խաղադրույք է արել հայ ժողովուրդը անցած տարի։ Էսի երկրի տնտեսությունը ոնց է զարգանալու։ Երբ մեջը այդքան կորուստ ենք տալի, այդքան խաղադրույք արվում, այդ գումարները ուր է գնում։ Մեր առաջարկն է փոխենք Սահմանափակենք, չեմ ասում փակենք, որտեղ հայ բիզնեսներ են, թող զարգանան, դուրս ելնեն, դրսի շուկաներ, սահմանափակենք չափը, դրուկա չափերը։ Կարող եմ մի բան հարցնել։